երգի թատրոնը 25 տարեկան է։ Այն ստեղծվել է 1999 թվականին Գագիկ Աղաբաբյանի կողմից հիմնադրված երգի թատրոն ստուդիայի հիմքի վրա։ 25 տարին հեշտ այնպես գլոկ թվեր չեն, այլ այդ թվերի հետևը կա բազմաթիվ կատարված աշխատանք, կան հաջողություններ, կան անհաջողություններ, որոնք նաև հաղթահարվել են, եղել են դժվարություններ, որոնք մենք կարողացել ենք մեր ուժ գտնել եւ հաղթահարել, կանք այնքանով ինչքանով որ այսօր կարողացանք ներկայանալ։ Երգի թատրոնը հիմնադրման օրվանից ունեցել է ավելի քան 500 ելույթ, համերգային ծրագրերով հանդես է եկել Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում, Դիլիջանում, Արցախում, Լոռու մարզի բազմաթիվ համայնքներում։ Մասնակցել է համաքաղաքային, մարզային, հանրապետական միջոցառումների, փառատոների։ Ամենուր արժանացել է պատվոգրերի, պարգևների ու մրցանակների եւ որ ամենակարևորն է, հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Հոբելյանական միջոցառմանը ևս երգի թատրոնի նվիրյալներին Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հանձնվեց շնորհակալագրեր։ Վանաձորի քաղաքապետարանը քաղաքապետի գլխավորությամբ բոլոր պայմանները պատրաստ է ձեր համար ստեղծելու, որևէ խնդիր այս առումով դուք չեք ունենալու։ Հնարավորության եւ միգուցե նաեւ անհնարինության սահմաններում մենք կստեղծենք դա։ Յուրաքանչյուր պատեհություն, լինի դա մշակութային, կլինի թե տնտեսական եւ այլն, խնդիր ենք դնում նաեւ զուգահեռ Վանաձորը հանրահռչակել։ Մեծ հաջողություն են ունեցել հատկապես Գագիկ Աղաբաբյանի բեմականացմամբ ժամանակների խաչմերուկ, մեր թաղ եւ զանգերն են ղողանջում թատերականացված համերգային ծրագրերը։ Երգի թատրոնի արտիստներից շատերն այսօր շարունակում են իրենց գործունեությունը ծավալել Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Երգացանկը բազմաժանր է։ Գուսանական, ժողովրդական երգեր, դրան ժամանակակից գործիքավորմամբ մեկնաբանություններ։ Դասական երաժշտությունից, ժողովրդական ուսանական երգերի մշակումներից, նորագույն մեկնաբանություններից մինչև ժամանակակից հիթեր, ժամանակակից կոմպոզիտորների, դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինքնուս ստեղծագործողների հաջողված գործեր։ Արդեն 40 դար գործող երգի թատրոնը շուրջն էր հավաքել իր հին ու նոր արտիստներին, հին ու նոր, հայտնի ու սիրված հեղինակային կատարումներով։